լավ, Ղազարյան, հա, ինչ անեմ, հիմա գնամ, չէ՞։ Լավ, հասկացա, ուրեմն դասերից հետո կգնամ հիվանդանոց ու դու մի անհանգստացի, հա, մենք Խորանին մենակ չենք թողնի։ Եղավ, լավ, կապի վերջ, պարոն փոխգնդապետ։ Բարև, արևս։ Բարև, լավ ես։ Ես հա, հրամանատարս էր զանգել։ Մեր հետախույզներից մեկը վիրավորում է ստացել, տեղափոխել են հոսպիտալ։ Լուրջ բան է։ Դե վիրահատել են, լավ կլինի։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Հա, մի հատ սիրուն ժպտա, որ տրամադրությունս բարձրանա։ Բժիշկները մնացածը անում են։ Սա ինչ անհետեթություն է, հա? Ես ապշում եմ ինչպես կարելի է նման կերպ վարվել իմ առարկայի հետ, այդքան անհարգալից լինել։ Ուր է ձեր բարձիկը, շուտ բարձիկը տվեք մաքրեմ։ Բայց լավ էլ ոտանավոր է, ինչ եք ուզում մաքրեք, որ։ Ի՞նչն է լավ ոտանավոր, հա? Այստեղ ինչ կա, հիմարություն է գրված։ Չեմ հասկանում, դուք բարձիկ չունեք։ Վայ ունենք, ոնց չունենք։ Բեր շուտ։ Տեսա, ուղղակի փոշու հետ խառնվել է, դրա համար լավ չէ։ Չոք մի վարքյան, մոռացել ես, որ պարոն Ֆարադեև ալերգիա ունի փոշուց։ Դու մաքրի։ Գիտես, մոտս ունես տպավորությունը, որ սա քեզ ավելի հաճախ է զանգում, քան էս տղեն։ Կարոն ինձ չի զանգում, ավելի ճիշտ ինձ հետ խոսելու համար չի զանգում, այլ Մարիին է զանգում։ Լուրջ, տենց իր տրամադրվածությունը ու մտքերի թռիչքը տենց 5-ի գիտես, հա։ Կարող է Մարին ընդամենը պատրվակ է, քո հետ խոսելու համար է զանգում։ Անլուրջ բաներ ես խոսում։ Իսկ դու շատ լուրջ վերջերս Կարոյին պաշտպանում ես։ Դու տես, որ սրա հետ խոսալու համար դուրս է գալիս։ Լանջունին թող աշխատավարձս բարձրացնի։ Երկրորդ, Լիդիային թող աշխատանքից հանի։ Երրորդ, ֆոլովերներից թևը թող դառնա մեկ միլիոն։ Չորրորդ, լանջունին թողնի կապլուկներով չկամ գործի։ Ֆարադեի փրշտա շուտ արա։ Ֆարադեյս ինչա վիճակդ, ինչ ես փռշտում։ 11-յան, ալերգիաս, Կարո ես արդեն ասել եմ, որ դեմ չեմ, որ աղջկադ հետ շփվես, բայց ձեր միջև կապ ստեղծելու համար միջնորդ չեմ պատրաստվում հանդիսանալ։ Լավ, Կարո, անիմաստ է քեզ հետ խոսելը, դու միևնույն է քոնն ես պնդում։ Ժամանակ չունեմ ես, դասի եմ, աշխատում եմ, պատկերացնում ես։ Կներես, էլ չեմ կարող խոսել։
Հաջող։ Արդեն գնում ես։ Դասը դեռ չի սկսվել։ Այս ժամն էլ ազատ էիր։ Ոչինչ, ես կգնամ հաջորդ դասից կնախապատրաստվեմ։ Եթե ժամանակ ունես, կուզենայի խոսեինք։ Ժամանակ ունեմ, ցանկություն չունեմ, որովհետև դառնալու է կռիվ։ Իսկ ես դա չեմ ուզում։ Հետո։ Բայց չկա, ես շատ լավ գիտեմ, հիմա փորձելու ես Կարոյի զանգերը բացատրել, ինչի է զանգում է Մարիի համար, նույնիսկ գիտեմ ինչ արդարացումներս բերելու։ Ես արդարանալու ոչ մի պատճառ չունեմ։ Կարոն իրողություն է, որը լավ կլինի ես էլ եւ դու էլ ընդունենք։ Ինձ դուր չի գալիս, որ այդ կողքերը անընդհատ ֆրֆռում է։ Ես էլ ոնց ասեմ, որ նա միայն Մարիի համար է զանգում։ Այ սրա համար եմ ասում, արի չխոսենք, որովհետև Կարոյի իրողության մասին ես մի կարծիք ունեմ, իսկ դու մի ուրիշ, իսկ մեր կարծիքները իրարից լուրջ տարբերվում են։ Լավ, ինչ ուզում ես արա, հա։ Քեզ ինչ որ բան բացատրել ուղղակի ժամանակի կորուստ է։ Լանջունին քեզ շատ շտապ կանչում է իր աշխատասենյակ։ Շատ շտապ։ Ինչի համար ինչ է եղել։ Դե որ Ֆարադեին տեսնես կհասկանաս։ Դասարան Արմագեդոն է արել։ Հիմա ինչ են արել։ Ինչ է եղել Ֆարադեին։ Ես միջանցքով քայլում եմ, եկեք տեսա, անընդհատ պրշտում է։ Տիկին Լանջունի, ես օրեցօր ավելի եմ համոզվում, որ Արևշատյանը ուղղակի ի վիճակի չէ կառավարել դասարանը։ Լիդիա, պետք չէ իրավիճակը ավելի սրել, քան կա։ Ես եմ սրում իրավիճակը։ Մենք ես խեղճ Ֆարադեին նայեք, վիճակը տեսեք։ Այս անգամ Ֆարադեին է նվաղում։ Ու դա Արևշատյանի թերի աշխատանքի պատճառով։ Լիդիա, փորձիր ավելի զուսպ արտահայտվել։ Ես ուղղակի ես զարմանում եմ, չեմ հասկանում Արևշատյանի ֆենոմենը որտեղ է կայանում։ Ինչ է ինքը մինչև հիմա դպրոցում։ Ինչ ես առաջարկում Լիդիա։ Տիկին Լանջունի, իմ առաջարկը Անուշը այս դպրոց ոտք դնելու առաջին օրվանից չի փոխվել։ Ես կարծում եմ, որ դպրոցը Արևշատյանի նմանների տեղը չի։ Լիդիա, ես չեմ կարող օրու մեջ դպրոցից ուսուցիչ հեռացնել։ Ի վերջո դպրոցի հեղինակության հարցն էլ կա։ Տիկին Լանջունի, իսկ մեր դպրոցի հեղինակության վրա չի ազդում են փաստը, որ մեր դասղեկներից մեկը չի կարողանում 10 հոգանոց դասարան կառավարել, որից մեկը իր աղջիկն է։ Մյուսն էլ քո տղան։ Լիդիա, ի վերջո ես հասկանում եմ քո շահագրգռվածությունը Արևշատյանին դպրոցից հեռացնելու հարցում, բայց պետք չէ ամեն ինչ տեղափոխել անձնական հարթություն։ Տիկին Լանջունի, այստեղ անձնական ոչինչ չկա։ Ես խոսում եմ Արևշատյանի մասնագիտական որակների մասին։ Համիր Ֆարադեի։ Ոնց ես, մի քիչ ավելի լավ ես։ Անուշ, քո հոգատար վերաբերմունքը ինձ ու իմ հոգին ամոքում է։ Ես արդեն լավ եմ։ Գիտես Անուշ, ես քո ձեռքից նույնիսկ թույն կխմեմ։ Դե խմիր Ֆարադեի։ Անուշ, այս անգամ քո դասարանը հանդուկն պահվածք է դրսևորել։ Չեմ հասկանում, դու չես կարողանում այդ երեխաներին սանձել։ Ես ոչինչ չեմ կարող ասել Տիկին Լանջունի, քանի որ դեռ չեմ խոսել երեխաների հետ։ Տիկին Արևշատյան, ինչ է նշանակում չեմ խոսել երեխաների հետ։ Ինչ պետք է խոսեք նրանց հետ։ Կարծում եմ, որ Ֆարադեի վիճակը ավելի խոսուն է։ Տիկին Լիդիա, միգուցե երեխաները չեն իմացել, որ Ֆարադեին ալերգիա ունի։ Եվ չի կարելի մարդկանց մեղադրել առանց իրողությունն իմանալու։ Երեխաներն էլ Աստծո գառներ են։ Ես ապշած եմ, գիտես։ Ասա Վարդանյան։ Աստված իմ։ Տիկին Լանջունի, դպրոցում հերթական արտակարգ իրավիճակն է, որը առանց ինձ հաստատ չեն լուծի, ինձ կներեք։ Հա Վարդանյան։ Եկ կհասնես դպրոց, ասա փոխարինող գտնեմ։
Տեգին Լանջունի, խնդրում եմ։ Եկեք խոսենք երեխաների հետ, հետո դեռ ինչ-որ մի բան ձեռնարկենք։ Երեխաների հետ մենք կխոսենք, Արևշատյան, բայց նախ մենք պետք է խոսենք։ Դուխինը, Ֆարադեին տարբուշկետ, թող ինչ-որ օգնություն, ինչ-որ բան անեն։ Շատ լավ Տիկին Լանջունի։ Ֆարադեյ։ Արի, ես կօգնեմ Ֆարադեյ։ Իսկ իմ արտոզն ու դիպլոմատը։ Ինձ մոտ է, Արի։ Նստեք, Արևշատյան։ Խնդրեմ, ուրիշ ժամանակ 5 հոգով նստած սուրճ են խմում, հիմա մարդ չկա։ Լավ, ես ինչ անեմ հիմա։ Լիդիա ջան, այդ բարկացած ես թե ինձ թվաց։ Բարկացած չեմ, այդ հորոս կատաղած եմ։ Էլի Արևշատյանի դասարանն է ներկայացում խաղացել։ Նաև, լսի, մինչև ֆիզկուլտուրայի ուսուցչի հասնելը, այդ ֆիզկուլտուրայի դահլիճում երեխեքը իրար կուտեն, մի բան պետք է անենք։ Ո՞ւց դա դեռ չի եկել։ Չէ, ինչ-որ խնդիրներ են եղել, չի կարողանում ժամանակին հասնել դպրոց։ Բայց դա շատ վտանգավոր է։ Դրանց մենակ թողնել չի լինի, հեչ որ չէ իրար կվնասեն։ Հենց այդ է որ չի լինի։ Թորոս, ասում եմ երևի դու գնաս երեխեքի մոտ լինես, իրար չվնասեն, մինչև ուսուցիչը հասնի։ Ես ինչ գործ ունեմ, ես ուսուցիչ չեմ, ես պահակ եմ։ Թորոս ջան, դու բոլոր տվյալները ունես ֆիզկուլտուրայի ուսուցիչ լինելու համար, հետո էլ Սիմոնյանին կհիշես, ընկերոջդ կհիշես, ի վերջո այդքան շփվել եք, ոնց էլ չլինի մի բան սովորած կլինես։ Արի մի համոսի ցավը տանեմ, ես ինչ գործ ունեմ, ամեն դու էլ կարող ես դրանց վազացնել։ Թորոս ջան, ես բոլորին կարող եմ վազացնել, բայց ես հիմա դասի եմ։ Բայց ախր Վերջ Թորոս, գնում ես։ Արագ։ Իսկ գոնե դրա դիմաց մի բան կա, հա, հոգեբանական ծանր բարդ աշխատանք է, չէ՞։ Ասենք պրեմիայի ձևով մի 2 կոպեկ փող ստանամ, էլի։ Հա, Թորոս ջան, կստանաս, ամեն ինչ կստանաս, հիմա գնա դրանք իրար չվնասեն։ Արագ։ Քո խնդրանքի համար եմ անում, քո խնդրանքը ինձ համար օրենք։ Հա, գնա։ Ահա։ Այս ամսվա պրեմիայի հարցն լուծեցինք, սպասիլա։ Ականջդ կանչի Սիմոնյան ջան։ Պես ֆիզկուլտուր ուշանում անգել, մի 2 րոպեից հետ եկավ, ես հետում մարի մոտ դասարան։ Ուզես զանգեմ մամային, ասեմ ազատի ֆիզկուլտից։ Չէ, ես մամայի խնդրել պետք չի։ Հաստատ։ Ականջդ կանչի Սիմոնյան։ Հիմա բոլորդ կազմակերպված այդ գնդակը մի կողմ եք դնում ու շարվում եք այդ գծի վրա։ Քերի Թորոս, ես նոր պաշտոն ես ստացել։ Չէ, պրեմիա եմ ստացել։ Այդ ղեկու ինչ գործնային չեմ ստացել, ինչ որ ասում են արեք։ Արագ շարվեք այս գծի վրա։ Արեք։ Ես մարին ուրա, ինչի լալիճում չի, եկատ չեկատ դասից պախնում է։ Մարին վնասված ոտքի պատճառով 2 շաբաթով ազատվել է ֆիզկուլտուրայի դասից։ Լավ, պարզա, շարվեք։ Բայց ինչ խաղալ է, չգիտեմ։ Քերի Թորոս, մեր ֆիզկուլտուրայի դասատուն չի գալու։ Գալու է, անպայման գալու է, բայց մինչև նրա գալը ես կլինեմ նրա փոխարեն ու ձեզ կծանոթացնեմ առողջ ապրելու օրենքներին, կանոններին, նրա հետևանքներին։ Հա? Քերի Թորոս կլինի ես այսօր չմասնակցեմ ֆիզկուլտին։ Ինչի քո ոտն էլ է վնասված։
Չէ, ուղղակի այսօր մի տեսակ ֆիզկուլտի տրամադրված չեմ։ Տրամադրված չես, կտրամադրենք տղա ջան։ Քեռի Թորոսը խնդրում եմ, էլի դասիդ ազատի։ Խոսք եմ տալի, բացակայությունը ձեր դասի վրա չի անդրադառնա։ Ինչ որ ասում եմ են արեք։ Շարվեցինք, ուշադրություն։ Հիմա բոլորդ կրկնում եք այն վարժությունները, որոնք ես ցույց կտամ։ Եղավ, սկսեցինք։ 1, 2, 3, 4 Ինչ եք կանգնել, կրկնեք վարժությունը, յա։ Քեռի Թորոս, ուղղակի քո տարիքում մեծևի վարժություն անելը մի քիչ վտանգավոր է։ Տարիքից չխաբնվես այդ տղա, լոտես ինչ պոպոքի պես ամուր մկաններ ունեմ, բոլորից տել կոպված եմ, եղավ։ Կոպվածը շատ ճիշտ ասում, ամեն առավոտ տենում ենք ոնց է թեթև ցրտից կապատում։ Սրամտություն անելու փոխարեն վարժությունն արեք։ Ուշադիր, բոլորս միասին, սկսեցինք։ 1, 2, 3, 4 Քեռի Թորոս ինչ է որ։ Ասում են էլի Քեռի Թորոս մի արա շարժումներ, վտանգավոր է հացողին լսող ապել երեխեք։ Քեռի Թորոս, չես կարողանում։ Չես տեսնում, որ չեմ կարողանում։ Շատ խոսալը փոխարեն օգնեք, գնամ տեղս։ Այ ես սերեն։ Այս գուշ պատերը չկերծեք։ Այսօր Միշոյի հետ փաբ եմ գնալու։ Լուրջ ես ասում։ Լավ, երկուսով թե Մարին նրա հետ ներդ գալու։ Չէ, երրորդն ավելորդ է։ Համել Մարին տան աղջիկա, թող մնա տանը դասեր անի։ Բատիկան։ Չգիտեմ, Մակ, բայց եթե ընտրություն կատարեմ այդ երկուսի միջև, հաստատ ընտրությունս իօգուտ Միշոյի է գնալու։ Կապրենք կտեսնենք։ Նենց բարելու հավես ունեմ, այսօր այնքան եմ բարելու, որ չկարողանամ քայլեմ, Միշոն գրկած տուն տանի։ Շեֆ, ես անտրամադիր ես։ Այ Արմեն, չգիտեմ, մի բան պետք է մտածեմ։ Մի բան պետք է արվի շուտ, մի գործ պետք է ձեռնարկվի։ Կարող եք հեռուստողուն ասեմ իրանց օֆիսում քո համար մի գործ ճարի։ Ձեր ես առնում արա։ Ես այդ ամետ օֆիսում ինչ անեմ։ Եսին մի գործ կա լինի էլի։ Չէ, ես չեմ կարող այդ ուրիշի ձեռի տակ աշխատեմ։ Մտանեն արա։ Ես երեխեքիս մասին պետք է մտածեմ։ Շատ արագ մի բան պետք է մտածվի, մի գործ պետք է արվի։ Բայց լուրջ գործերի համար լուրջ փող է պետք։ Ճիշտ ես ասում։ Այսօր փողն է, որ ճամփա է բացում։ Շեֆ, եթե մտածում ես, որ փողով պետք է Մարիի սիրտը շահես, ասեմ, որ բան չի ստացվի։ Գիտեմ, Մարիի համար փողը նշանակություն չունի, բայց դուք որ տենց փողի մասին տենց զզվանքով եք խոսում։ Զարմանում եմ։ Այսօր փողն է այսօր աշխարհը կառավարում։ Փող չունեցել ոչ մեկի պետք չես։ Բայց ինձ նայ,
փող չունեմ, ում եմ պետք։ Ոչ մեկի։ Շեֆ, մի տեսակ հավատաս չի գալիս։ Լավ, գոնե մի 2 կոպեկ կողք չես գցել։ Հավատա որ չէ։ Այսինքն հիմա դու ոչ մի բան չունես, ոչ գույք, ոչ փող, ոչ մի բան։ Լավ չես հասկանում, Արմեն։ Մի բան պետք է մտածեմ։ Մի հատ գործ պետք է ջարվի, մի հատ բիզնես։ Ես չեմ կարող թողեմ, որ երեխես գնա ուրիշի ձեռի տակ մատուցող աշխատի։ Ինպես մեկի մոտ։ Այդ բացառվում է։ Ախպեր ասում եմ, այսօր հասարից հետո տղեկով տեղ չգնանք։ Գնացեք ախպերս հավես չունեմ։ Դե ուզում եմ որ դու էլ գաս։ Ես արդեն զարմանալու էր ոնց որ, հա։ Վիկո ջան, ասում կարող է դու պատահաբար Թորոսի դեղերից ես խմել։ Ես դե չէ, սենց ինչքան կարա շարունակվի։ Սոտոքի մի դասարանի տղա ենք։ Տղայք ինչ եք անում ստեղ։ Դե Քերլի Թորոսի մեջքը բռնվել էր տարան բուժկետ։ Դուք դասի չեք, Քերի Թորոսին որտեղ եք տեսել։ Մայոր Շահնազարյան, ֆիզկուլտի դասատուն չէր եկել, Քերի Թորոսն էր փոխարինում։ Այս ինչ հեքիաթներ եք պատմում տղեկ։ Չէ, իրոք ճիշտ է ասում, պարոն Շահնազարյան։ Լավ, գնացեք դահլիճ, գնացեք տեսնենք այս ինչ պատմություն է։ Թորոսը որոնով ֆիզկուլտի դասատուն է։ Չէ, տենց մի ասեք։ Մեզ լավ էր դասը անցկացնում, Սիմոնյանին ընտիր փոխարինում էր, շատ լավ սուլում էր։ Դե տենց սուլելով է գնա դահլիճ։ Պատասխանեք հարցիս։ Ինչու եք նման բան արել։ Դուք չգիտեիք, որ Ֆարադեյը ալերգիա ունի։ Շարք անեք տղեկ։ Բարև ձեզ։ Ինչ որ բան է պատահել։ Հերթական միջադեպը 11-ի մասնակցությամբ։ Չկա մի օր, որ ես հանգիստ խղճով մտնեմ դպրոց, այնտեղից հանգիստ դուրս գամ։ Ոնց։ Թորոսին։ Ֆարադեյին։ Վերջ, ես հենց հիմա կզգուշացնեմ տիկին Լիդիային, որ բոլորին գրավոր նկատողություն գրի։ Եվ այդ նկատողությունը պետք է երևա յուրաքանչյուրիդ անձնական գործում։ Վերջի վերջո ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի այդ լկտի վարքի համար։ Տիկին Լանջունի, խնդրում եմ ձեզ նման բան մի արեք։ Այդքան խիստ մի եղեք երեխաների հանդեպ։ Իրենք են ստիպում ինձ այդպես վարվել, մեծ մարդիկ եք։ Ի վերջո պետք է հասկանաք, որ կյանքում ամեն քայլի համար պետք է պատասխանատվություն կրեք։ Ամեն ինչ հասկանում եմ տիկին Լանջունի, բայց շատ եմ խնդրում աշակերտներից մի պատժեք, ինձ նկատողություն գրեք, ես իրենց փոխարեն կկրեմ այդ պատասխանատվությունը։ Ձեզ էլ նկատողություն կտանք տիկին Արևշատյան, եթե չգտնեք ու չպատժեք այդ ամենը կազմակերպողին։ Այս միջադեպը հենց այնպես չի կարող անցնել։ Այս անգամ մեղավորները պիտի պատժվեն։ Եվ հարցը կարող է հասնել ընդհուպ միջև հեռացման։
Լանջոնե, խնդրում եմ, մեկ րոպե սպասեք։ Արևշատյան, քո դասարանի հետ կապված ես իմ որոշումն արդեն ընդունել եմ եւ ոչինչ չի կարող ստիպել ինձ փոխել այն։ Ախր Տիկին Լանջոնե, դուք ինձանից լավ գիտեք, թե գրավոր նկատողությունն ինչ լուրջ ազդեցություն կարող է թողնել երեխաների ապագայի վրա։ Արևշատյան, ես մեկ անգամ չէ որ ներել եմ նրանց, մեկ անգամ չէ որ խնդրել եմ իրենց կարգի հրավիրեն, մեկ անգամ չէ որ խնդրել եմ որ ուղղվեն։ Գիտեմ, Տիկին Լանջոնե, խոստանում եմ, այս անգամ շատ լուրջ կխոսեմ հետները։ Գիտես, ես ուղղակի ապշում եմ քո այս մեծ հավատի ու նվիրվածության վրա։ Տիկին Լանջոնե, դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ կարևոր ազդեցություն ունի դպրոցը երեխայի ապագայի վրա, եւ չի կարելի թույլ տալ, որ երեխան դպրոցից նեղացած եւ վիրավորված թողնի գնա։ Բայց եթե նրանք չգիտակցեն, որ իրենց ամեն քայլը ունի իր հետևանքները, դրանով իրենք հենց իրենց են վնասելու ապագայում։ Համաձայն եմ Տիկին Լանջոնե, բայց խնդրում եմ թույլ տվեք նրանց հետ խոսել։ Նրանք իրականում ամեն ինչ շատ լավ գիտակցում են եւ հասկանում են։ Որ մեկս այդ տարիքում անկարգություն չեն կարել։ Հում միշտ այսպես չափված, ձևված չենք եղել։ Ինձ չես համոզի Արևշատյան, սա սովորական անկարգություն չէ։ Սա անմիջական վնաս է մարդու կյանքին եւ առողջությանը։ Իսկ եթե Ֆարադեի մոտ անաֆիլակտիկ շոկ լիներ, բայց չի եղել, չէ։ Եվ չի կարելի մարդուն պատժել չեղած բանի համար։ Եվ հետո իմ աշակերտներն իրոք լավն են։ Ամեն մեկը յուրովի, իր բնավորությամբ, իր խնդիրներով, բայց լավն են։ Արևշատյան, այնպես ես խոսում, որ սիրտը սկսում է նվաղել։ Որովհետև գիտեք, որ իրավացի եմ։ Խնդրում եմ, Տիկին Լանջոնե։ Դե Սա շատ բարդ որոշում է, ես պետք է մտորեմ, Արևշատյան։ Ապրեք, շատ ապրեք, ես ձեզնով հպարտանում եմ։ Սենց նայում եմ մեկըտ մեկից հզոր։ Սենց ձեր աչքերի մեջ որ նայում եմ, նենց տպավորություն է ստեղծվում, որ խելացի, գիտակից, նորմալ մարդիկ եք։ Բայց ամենավատը գիտեք որն է, որ դա ընդամենը տպավորություն է։ Խոսեք, ինչի չեք խոսում։ Հա, անպայման պիտի ստեղ Ֆարադեը կանգնած լինի, որ լեզուներդ երկարի, երևակայություններդ էլ տենց անսահման դառնա, հա։ Չեք ուզում խոսեք, ժողովուրդ, ոչ մեկ ոչինչ չի ուզում ասի։ Էդ ինչ օին եք բերել են մարդու գլխին։ Վան։ Ինչ, սպասում եք, որ պետք է խոսեմ, բարկանամ, փորձեմ հարցերի պատասխաններ ստանալ, սխալվում եք, դրա կարիքը չկա, դուք ամեն մեկը ձեր մեջ մտածեք, ինչ եք անում, ինչի համար եք անում, ինքներդ ձեզ փորձեք արդարացնել, եթե իհարկե կկարողանաք, իսկ հիմա արա գնացեք փոխվեք, պատրաստվեք հաջորդ դասին։ Գոնե կարդացել ես։
Կարդացել եմ եւ ոչ միայն Մարս։ Ամեն նշումներ եմ կատարել։ Փաստորեն այդ նշումները դու ես արել։ Իհարկե։ Դա ով պետք է աներ։ Որ հատվածը տան շատ է սրտիս կպե, մատիտով նշումներ եմ արել, որ գիրքը չփչացնեմ, էլի։ Նկատել եմ, որ մատիտով ես արել։ Ինչ ես տեսնում Մարս։ Դե որովհետև նորից սիրահարվեցի քեզ։ Ախ, նորից չեն սիրահարվում են կրկին։ Հետո ես քեզ եմ շատ սիրում Մարս։ Ու իրար հետ անցկացրած ամեն պահ ուզում եմ sense մաքսիմալ երկար տևի, որ ուշ հասցնեմ քեզ կարոտեմ։ Դե որ տենց է, այսօր ինձ կինո հրավիրի։ Միասին լավ ֆիլմ կնայենք, հետո ինձ տուն կճանապարհես։ Կգնաս տուն, կզանգես ու այնքան կխոսենք, մինչև կքնենք, որ երազում եմ մեր զրույցի շարունակությունը տեսնենք։ Իսկ առավոտը կգաս իմ հետևից, որ միասին դպրոց գնանք։ Ինչ շատ լավ է, տենց քիչ եմ հասցնի կարոտել։ Դե ուրեմն նայ այսօր ինչ ֆիլմ կա ու երկու տոմս պատվիրի։ Անպայման։ Երեխեք, այս դուք ուտելիքը պատրաստում եք, թե պատվիրում։ Պատվիրում էինք։ Ուղղակի Շուշին շատ երկար է։ Շուշ, ի տեսակ ես։ Դե Մարի ջան, այսօրվա դեպքից հետո ով մի տեսակ չէր լինի։ Մենք ենք մեղավոր։ Պետք չէր Ֆարադեի գլխին տենց բան սարքել։ Հա, բայց ում մտքով կանցնել Ֆարադեի այդ կարգիկը վատանա։ Մենք ընդհանրապես ուզում ենք մի փոքր ծիծաղենք։ Հա, Մարի ջան, մեկ էլ քրոջ պես ամոթանք մի տուր։ Նենց էլ մամա այնքան տվեց գետինն էինք մտել։ Փաստորեն ահագին առաջընթաց կա։ Այն ժամանակ մամայի ասածներին բան այնտեղ չէիք դնում։ Դե այն ժամանակ էր։ Հիմա է։ Շուշ, մի բան էլ դու ասա։ Էրիկ, կարող է ընկերուհուս նեղացրել ես, ես վերջերս անդադ անտրամադիր է։ Չէ, ինչ ես ասում, ես ոնց կարամ Շուշիից նեղացնեմ։ Չէ, մար ամեն ինչ նորմալ է, ուղղակի այս դեպքերն էլ էին վրա անցնել։ Ախպեր լավ, հացը ինչ եղավ, սոված մեղանք։ Հեսա գնամ նայեմ գա։ Սպասի, հեսա գամ դեպ։ Վստահ ես, որ Շուշին լսել է։ Հա, դու պիտի դրա դեմքը տեսներ։ Լսածից նենց էր գույնը գցավ, ոնց որ ուրվական տեսած լիներ։ Հա դե, շատ լավ է, ապրես։ Հա, մնում է ամեն ինչ գնանեց, ոնց պլանավորել էինք։ Հանգիստ եղի, ես ամեն ինչ նենց կկազմակերպեմ, որ Մարին էլ երբեք Միշոյի վրա չի նայի։ Դե քեզ տեսնեմ, նայ չհիասթափեցնես։ Okay, անդե, կապի մեջ։ Պատահական լսեցի, որ Անին Մագային ասում է, որ Միշոյի հետ փաբ են գնալու։ Էս ինչ է։ Արի գնա, դու ձեր տուն, ես էլ գնամ մեր տուն։ Ամեն ինչ լավ կլինի, Լիդիա։ Դու գնա։ Քանի տանը սպասող ունես գնա։ Պատմածից հետո, որ քուրը տա Մարին, մի տեսակ չեմ կարում այդ մարդու աչքերի մեջ նայել։ Հանկարծ քրոջս բան չասես։ Իրանց համար կարևոր է ծիծաղելու թեմանին։ Հəլ երկար բարակ չեն մտածել, որ կարող են մարդու առողջությանը վնաս հասցնել։ Հայ դրա համար թող մի հատ քիթները գետնին կսվի, որ իմանան որը որից է դու։ Բա ինչ ա եղել, մար գոնե ասա ես իմ սխալները ուղեմ, եթե արել եմ քո հանդեպ։ Ոչինչ ուղղել պետք չի։ Դու ճիշտ ճանապարհին ես։ Ուղղակի սրանից հետո ես իմ ճանապարհով, դու էլ քո։